Խորը ուսումնասիրել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները եւ որոշել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Մեսրոպ Մեսրոպյանի դեմ։ Օրենքի կոպտագույն խախտում է փաստաբանների համար, որ Մեսրոպյանը հեծի ժամանակավոր կառավարչի լիազորությունները անմիջապես կասեցնելու փոխարեն փորձել է մոլորեցնել իրենց։ Փաստաթղթերը, ապացույցները բավարար հիմք են տալիս գալու այն հիմնավոր եզրահանգման, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները ինքնին կրում են ենթադրյալ, սա շատ կարևոր է ընդգծել, ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։ Նա ենթադրաբար չարաշահել է պաշտոնեական լիազորությունները եւ չի կատարել դատական ակտը ու խոչընդոտել է դրա կատարմանը, ասում է Ֆերոյանը։ Մենք ունենք նվազագույնն այս պահին երկու քրեական օրենսգրքով նախատեսված երկու հոդվածներ, երկու հանցակազմեր, որոնցով ըստ էության հանձնաժողովի նախագահի վարքագիծը քրեաիրավական կոնցեպտով տեղավորվում է ըստ մեր խորին համոզման այդ երկու հոդվածներով նկարագրված դիսպոզիցիայի մեջ եւ մենք կարծում ենք, որ մոտ ապագայում հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք։